Բարև ձեզ, այս ժամի նորությունները ներկայացնում Հորիզոն լրատվականը, հուլիսի 3-ն է, ուրբաթ։ Վարչապետ Փաշինյանը Թեհրանի Մոսալա մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին, նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին։ Հրաժեշտի արարողության ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին եւ գրառում կատարել Սքո մատյանում։ Փաշինյանը Թեհրանում առանձին հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Փաշինյանը եւս մեկ անգամ իր ցավակցությունն հայտնել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։ Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս իր հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին։ Սքո արարողությունները կտևեն 6 օր, դրանք կավարտվեն չորեքշաբթի։ Հոգևոր առաջնորդին կհուղարկավորեն հայրենի քաղաքում։ Վերլուծաբանները կարծում են, որ Ալի Խամենեիի հուղարկավորությունը վերածվում է ոչ միայն կրոնական, այլև քաղաքական նշանակության իրադարձության։ Թեհրանի մեծ Մոսալայում Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի աճյունն է, իսկ նրա կողքին նաև ընտանիքի անդամների աճյունները, որոնք եւս զոհվեցին պատերազմի առաջին իսկ օրը։ Հենց այստեղից էլ սկսվել է նրա հրաժեշտի արարողությունը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ։ Իրանի իշխանությունները կարծում են, որ հրաժեշտի հանրային այս արարողություններին կմասնակցի մոտ 20 միլիոն մարդ։ Արդեն իսկ Իրան են մեկնում տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Այդ արարողություններին մասնակցելու համար Իրան է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։ Ընդհանուր առմամբ սպասվում է, որ այս արարողություններին կմասնակցի մոտ 30 երկրի պատվիրակություն։ Իրանի նոր հոգևոր առաջնորդ 56-ամյա Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին, Ալի Խամենեիի որդին, ամենայն հավանականությամբ չի մասնակցի հուղարկավորությանը անվտանգության նկատառումներից ելնելով։ Ըստ տարբեր հրապարակումների, նա հոր հետ միասին վիրավորվել է ամերիկա-իսրայելական ավիահարվածների ժամանակ եւ գտնվում էր կոմայի մեջ։ Տարբեր աղբյուրներ նշել են, որ թեև Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր, սակայն արդեն ապաքինվում է։ Փոխարենը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հանրության առաջ հայտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին։ Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությունները ոչ միայն բազմօրյա են, այլև ունեն ընդգրկուն աշխարհագրություն։ Մոսալայում առաջիկա 2 օրերին հրաժեշտի արարողությունից հետո երկուշաբթի Սքո երթով նրա աճյունը կանցկացվի Թեհրանի փողոցներով եւ կտեղափոխվի Ղոմ։ Ղոմում արարողություններից հետո Սքո արարողությունների երկրորդ փուլը կանցկացվի Իրանի տարածքից դուրս, Իրաքում, անցկացվելով շիաական սրբավայրերում։ Երեքշաբթի կեսօրին Խամենեիի մարմինը կհասնի Նաջաֆ, որտեղ Իրանի եւ Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կանցկացվի պետական պաշտոնական արարողություն։ Չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ին միլիոնավոր ուխտավորների մասնակցությամբ կմեկնարկի հանրային Սքո երթը Քուֆայից դեպի Նաջաֆ։ Չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ին միլիոնավոր ուխտավորների մասնակցությամբ կմեկնարկի հանրային Սքո երթը։ Նույն օրը Սքո երթը կշարունակվի արդեն Քերբալայում, անցնելով շիա աշխարհի կարևորագույն ուխտատեղիներով Իմամ Հուսեյնի եւ Հազրաթ Աբուլ Ֆազլ ալ-Աբասի սրբավայրերով։ Հոգևոր առաջնորդի մահվանից 4 ամիս անց տեղի ունեցող արարողությունը անցկացվում է անվտանգային բարձր պատրաստվածության պայմաններում։ Ամբողջ երթուղու երկայնքով կաշխատեն հազարավոր կամավորական ծառայություններ, ուխտավորներին աջակցելու համար։ Կազմակերպիչների խոսքով պետական ու անվտանգության կառույցները բերվել են բարձր պատրաստվածության, մշակվել է անվտանգային առումով ճկուն ծրագիր։ Իրաքից հետո Ալի Խամենեիի մարմինը կվերադարձվի Իրան։ Հուլիսի 9-ին նա կհուղարկավորվի Մաշհադում, Իմամ Ռեզայի սրբավայրում, որտեղ արդեն հանգչում են շիա բազմաթիվ ազդեցիկ հոգևոր առաջնորդներ եւ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Հոգևոր առաջնորդի հուղարկավորությունը պատերազմից հետո առաջին խոշոր պետական միջոցառումն է։ Այն դիտարկվում է ոչ միայն որպես ազգային Սքո արարողություն, այլև որպես Իրանի նոր իշխանությունների հասարակական համախմբվածության եւ տարածաշրջանային ազատության կարևոր իրադարձություն։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 1 ամսով։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2009-2016 թվականներին կրթության գիտության նախկին նախարար
Արմեն Աշոտյանը մի խումբ անձանց հետ պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել է Բրյուսովի համալսարանին հատկացված շինություններից մեկի ապօրինի օտարմանը։ Գույքը, որի արժեքը կազմել է շուրջ 209 միլիոն դրամ, դուրս է բերվել Հայաստանի սեփականության ֆոնդից եւ փոխանցվել բարձրաստիճան պաշտոնյայի փոխկապակցված անձի սեփականության տիրույթ։ Քննությամբ տվյալներ են ստացվել նաեւ, որ գույքի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն նախ ձևակերպվել է այլ անձի անունով, ապա 75 միլիոն դրամով ձեռք է բերվել նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու կողմից։ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, այնուհետ կալանավորվել։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովի նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին Ռուբինյանը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում։ Նաև տխմարություն է անվանել այն պնդումները, որ իբր թե իր տեխնացությունն առաջադրել են Թուրքիային հաջողանալու համար։ Նա նաև անդրադարձել է Թուրքիայում կրթություն ստանալու մասին շրջանառվող խոսակցություններին։ Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնացու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են ազգային ժողովի նախագահ, որպեսզի ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ։ Քննարկվում է ձեր Թուրքիայում գտնվելու այդ ժամանակահատվածը։ Դուք ի վերջ այնտեղ վերապատրաստման եք գնացել, թե համալսարանը կխնդրեմ մեկնաբանեք, էլի։ Էլի լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնք խոսում են հիմնականում այս վերջերս կալուգացի օլիգարխի թիմակիցները։ Ես սրան իրականում անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո էլ 5 տարի առաջ, բայց խնդիր չունեմ, նորից կարող եմ կրկնել։ Սուտ համար 1 ասում եմ, որ ես սովորել եմ Թուրքիայում եւ իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում։ Ստում են, ես իմ ուսանողական տարիները անցկացրել եմ սկզբից Հայաստանում, ԵՊՀ-ում սովորելու տարիներին 2006-ից 2010 թվականներին, հետո Լոնդոնում, երբ որ մագիստրատուրա եմ ավարտել 2010-ից 11 թվականներին, հետո Լեհաստանում, որտեղ կրկին մագիստրատուրա եմ ավարտել 2011-ից 12 թվականներին։ Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, ես թուրքական դիպլոմ չունեմ, ես ոչ մի չկա ինչ որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում։ Ինչի մասին է խոսքը 2016-ից 17 թվականներին 5 ամիս ես մասնակցել եմ Հրանտ Դինքի հիմնադրամի, հիշեցնեմ, ինչ է Հրանտ Դինքի հիմնադրամը։ Կար լրագրող հայազգի լրագրող ապրող Թուրքիայում Հրանտ Դինք, որին 2007 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 6 սպանեց թուրք ազգայնականը Ստամբուլի փողոցում։ Հայտնի պատմություն է, երիտասարդները կարող չհիշեն, բայց ավելի ձեր տարիքի մարդիկ օրինակ վստահաբար կհիշեն։ Եվ կա հիմնադրամ Հրանտ Դինքի անվան, որը ղեկավարում է Հրանտ Դինքի դուստրը, որը կրկին հայ։ Եվ այդ Հրանտ Դինքի հիմնադրամը ուներ ծրագիր հայերենով, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր ոնց որ սահմանից անդին, որը հնարավորություն էր տալիս հայաստանցիների եւ Թուրքիայի քաղաքացիների համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ որ fellowship անել, տենց էր անում, հայերենով fellowship, չգիտեմ ոնց կլինի։ Այսինքն, այնտեղ կային օրինակ լրագրողներ, կային հայաստանցի լրագրողներ, որոնք թուրքական լրատվամիջոցում CNN-ում օրինակ, գիտեք, թուրքական, ինչ որ մի քանի ամիս այնտեղ աշխատում էին։ Կային օրինակ Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում, օրինակ Սլավոնական համալսարանում, կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հոգաբարձությունների խորհրդի նախագահն էր ԵՊՀ-ում մի քանի ամիս էլի ինչ որ հետազոտություն էին անցկացնում։ Հիմա ես, քանի որ լրագրող չէի եւ հետաքրքրված էի գիտական գործունեությամբ, 5 ամիս այնտեղ հետազոտություն եմ իրականացնել, որը իդեպ չեմ էլ ավարտել, որովհետեւ կեսից եկել եմ Հայաստան։ Հիմա եթե դա համարվում է վերապատրաստում բառից վատ իմաստով, ուրեմն չգիտեմ, դա մեղադրանք է, վերբովկա։ Ուրեմն այդ տրամաբանությամբ նախ այդ ծրագիրը երկկողմանի վերբովկայի մասին էր, որովհետև Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում էին մի քանի ամիս անցկացնում, թուրքերը, Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում։ Պետք է ասեմ, որ պետական ինստիտուտները ոչ մեկտեղ ներգրավված չէին, ոչ Հայաստանի կողմից, ոչ Թուրքիայի կողմից։ Բայց եթե ինքնին ինչ որ մեկի Թուրքիայում եղած լինելը համարվում է
խնդրահարույց, դե կներեք, ուրեմն Հայաստանի բնակչության միստվար զանգվածի այնտեղ լինելն է համարվում խնդրահարույց։ Իսկ եթե Թուրքիան ուսումնասիրելն է համարվում խնդրահարույց, ուրեմն մեր արևելագիտական ֆակուլտետը պետքա փակել այդ դրա անվանությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանի հետ հակամարտության գրեթե բոլոր նպատակներին։ Այս մասին հայտնել է CNBC-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով Իրանը համաձայնել է գրեթե ամեն բանի հետ, ինչը անհրաժեշտ է։ Ըստ Թրամփի մոտավորապես 4 ամիս տևող հակամարտությունը համեմատաբար կարճ ժամանակահատված է եւ ամերիկյան ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական ներուժը, նավատորմը, օդուժը, ռադարային համակարգերը եւ ղեկավարներին։ Թրամփը դարձյալ պնդել է, որ ռազմական առումով հաղթել է։ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, ռազմական հակամարտությունը հանգեցրել է Իրանի միջուկային զենքի հարցի լուծմանը։ Թրամփը նաև նշել է, որ նավթի գինը հիմա նույնիսկ ավելի ցածր է, քան մինչև փետրվարի 28-ը Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը։ Ֆրանսիայում սաստիկ շոկի ու չորության պատճառով մոլեգնում են անտառային հրդեհները։ Երկրի հարավում այդ հրդեհների պատճառով տարհանվել ավելի քան 3000 մարդ։ Կրակի ճարակ են դարձել տասնյակ ավտոտնակներ, փոքրիկ ամառանոցներ։ Կրակի ընդգրկած տարածքը հասնում է մի քանի տասնյակ հեկտարների։ Հրդեհաշիժման աշխատանքներին ներգրաված են հարյուրավոր հրշեջներ, տեխնիկա, ինքնաթիռներ։ Աշխատանքները բարդացնում են ուժեղ քամին, սովորաբար ամառայինացի ժամանակահատվածում հաճախակի են հրդեհները, բայց երկրի վարչապետի խոսքով դրանք այս տարի առավել շուտ են սկսվել, քանի որ վաղ են գրանցվել շոկի ու չորության այսպիսի ռեկորդները։ Խիստ շոկ եղանակը խնդիրներ է ստեղծել ոչ միայն Եվրոպայում, նաև Միացյալ Նահանգներում, մասնավորապես ամերիկյան ABC News-ը հաղորդում է, որ շուրջ 160 միլիոն մարդ հայտնվել է արտակարգ շոկի սպառնալիքի տակ։ Հուլիսի 1-ից հաստատվել է Միացյալ Նահանգների միջին արևմուտքի արևելյան ափի նահանգներում։ Նախազգուշացումներ են հայտարարվել 30 նահանգում, այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բոստոնը, Վաշինգտոնը, Նյու Յորքը։ Առաջիկա 3 օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 45-ի։ Նահանգային իշխանությունները հայտարարել են վտանգի բարձր մակարդակ։ Խոշոր քաղաքներում կազմակերպվել են կենտրոններ օդորակման սենյակներով, որտեղ բնակիչները կարող են սպասել մինչև շոկն անցնի։ Նշում է, որ օդի աննորմալ բարձր ջերմաստիճանը կարող է ստեղծել մեծ ռիսկեր բնակչության առողջության համար, ինչպես նաև մեծացնել էներգետիկ ենթակառուցվածքների բեռնվածությունը։ Գյումրի աղբավայրը դարձյալ ծխում է։ 8 հեկտար տարածքի սահմաններն վաղուց անցած աղբավայրը հասել է բնակելիներին։ Ծխի հաշշերտն ու ինքնայրվող թափոնների գարշահոտությունը օր ու գիշեր հանգիստ չի տալիս Մուշերկու եւ Բուլվարային թաղամասերի բնակիչներին։ 50-ականներից չհագործվող բաց աղբադաշտը փակելու եւ այլ տարածք հատկացնելու ծրագրեր չկան։ Իսկ հարևանության վերամշակման գործարան կառուցելու առաջարկված հերթական նախագիծը 2 տարի է գործնական փուլ չի մտնում։ Պատուհանը առավոտյան բացել սենյակը օտափոխել անհնար է, որովհետև ծուխը ամիջապես, աղբի հետ վարված ծուխը ամիջապես լսվում է ներս, տհաճ հոտ է շատ, կամ ասենք այստեղ ես լվացք եմ փռում, չէ, այդ լվացքը ես կարող եմ օրվա մեջ 2-3 անգամ այդ ծուխը կա, այդ 2-3 անգամն էլ նորից լվացքը տանել, նորից լվանալ, նորից բերել փռել։ 70-ամյա տիկին Գոհարը ամուսնու հետ 3 տարի առաջ է տեղափոխվել Մուշերկու թաղամաս։ Այս շենքում բնակարան են գնել։ Ասում են, եթե իմանար, որ քաղաքային աղբավայրից օր ու գիշեր բարձրացող ծուխն իրենց հետ մեկ հարկի տակ է ապրելու, այստեղ տուն չէր գնի։ Երկրորդ հարկի պատշգամբից ամեն օր հետևում է, թե քամին ծուխը որ կողմ է տանելու, որ լվացք փռի, դուռ ու լուսամուտ բացի։ Երեք ես մեր բարձերը դուրս էի դրել բալկոն։ Վարվել էր ծուխը, ես դուրս էի եկել խանութ, խանութից հետ եմ վերադարձել, բարձերին այսպես մոդենալ չէր լինի, ես ստիպված եմ այդ բարձերը նորից քանդել, նորից մաքրել, նորից շատ տհաճ երևույթ է։ Մուշև Բուլվարային թաղամասերի բնակիչները հանգիստ ու քունը կորցրել են ծխի հոտից։ Մառախուղի պես ծուխն հաճախ այնպես է կանգնում օդում, որ բարձրահարկ շենքերը չեն երևում։ Իսկ արշահոտությանը դիմանալն այլևս անհնար է։ Լինում է, երբ շաբաթներով տարածքում աղբն ինքնայրվում է։ Ես սրտից վիրահատված եմ, ինձ շատ դժվար գտան, բայց ինչ չնեմ, ինչ արած։ То զիբիլի երսից մի անգամ սիրտս կայներ բդի, լուսամուտը բացի հեշպան չեր երևա, եսի բայտե աշկերս կուրացել է, ոչ ավտո, ոչ պան, հեշպան չէի տեսնի։ Հոդը, ծուխելը ճանդամ թող վերևով իշտա, բհոդը, որ մտավ տուն է իշխոր, էլ չուզենա ելնի, ծուխ է,
օդ է, դարի օդի հետ կռի վերա, թե մի կպիլ, մի նստի լվացքի վրա։ Ծխի ու հոտի երկարատև ազդեցությունից բնակիչների ինքնազգացողությունն է վատանում։ Բրոնխիտ, ասթմա, սրտանոթային խնդիրներ ունեցողները չեն կարողանում տանից դուրս գալ։ Տանն էլ շոկ է։ Բակ ու այգի իջնելը կամ երեխաների խաղահրապարակում գտնվելը լուրջ վտանգ է առողջությանը։ Առողջությանը, հա, ամենջին է վնաս է։ Օդը 90% է կեղդոտ է, տեսանելի չէ երբեմն դաժե։ Հա, նույնիսկ այդպես տեսանելի չէ։ Ամառը պատուանները չենք բացել։ Նեղություն տալ չէ, կոնկրետնի խանգար։ Թունավոր են գցել է ռայոնում, չգիտեմ ով է նախատես, այստեղ են սարքես Իբլանոցի կողքը, բայց կողնը εμείς Իբլանոցի տեղափոխել։ Մենք որ առավոտ կբացես, որ մի մակուրո չնչես, ծուխ կշնչես։ Թափոնները քայքայվում են, արտանետում են ջերմություն, որը կուտակվում է աղբի հաստ շերտերում ու հասնում է այրման աստիճանի։ Իսկ քայքայման ընթացքում արտադրվող մեթան դյուրավառ գազը փակ կամ խիտ շերտերում կուտակվելով հեշտությամբ բռնկվում է։ Շոկորին էլ կայծից բոցի բռնկումը պատրաստ է։ Իսկ աղբավայրը գնալով ավելի է մոտենում բնակելիներին։ Մուշև բուլվարային թաղամասերի ապրողներից բողոքներն ամեն օր հասնում են քաղաքապետարան։ Ահազանգերին արձագանք լինում է։ Կոմունալի աշխատողների գրագի ու ծխի դեմ պայքարը ջրցան մեքենաներով է։ Մենք այդտեղ հեշտան չենք կարող, ինչ-որ անում ենք տեխնիկաներով, ջրցանով ինչ-որ կարող կանոն ենք, էլի։ Մենք հողը բերենք, քաշենք մինչև այն մագարտագին ու հերենք նորից այդ թեգուձյան թեք հարտակի վրա հողը գլծենք ու փակվի։ Վերևներ տոպանում կեն հողով, կավա հողեշին աղբե ինչ-որ այ, լծենք տոպանենք, որ հողը սեղմե չկարողանա այրվի։ 50-ականներից շահագործվող քաղաքային աղբավայրը 8 հեկտար տարածքում է եղել, բայց այդ սահմանները վաղուց են ընդլայնվել։ Ամեն օր շուրջ 15 տոննա աղբ է լցվում։ Աղբակույտերը բլուրների են վերածվել։ Այստեղ ոչ միայն Գյումրիի, երբեմն ամիսը մեկ անգամ նաև Ախուրյան համայնքի աղբն է բերվում։ Գյումրի աղբն ու մեկի խոսքի կողքից Ախուրյան համայնքից են, Մարմաշեն համայնքից են։ Ու իրանք քիչ են, էլի շաբաթական մի անգամ, երկու անգամ կարող է։ Մի ավտոմեքենա մենի չեն, երկու ավտոմեքենա։ Առնվազն 20 տարի քաղաքային աղբի տեղափոխման կամ աղբի տեսակավորման ու վերամշակման բազմաթիվ ծրագրեր ու առաջարկներ են եկել, գնացել, մնացել սառեցված։ Վերջինն ու հերթականը 2 տարի առաջ Արմեկոտեկ ընկերության ներկայացրած ծրագիրն է, որն այժմ էլ օրակարգում է, բայց առանց առաջընթացի։ Հիշեցնենք, ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է շուրջ $9 միլիոն ներդրում կատարել եւ եվրոպական չափանիշներով աղբի վերամշակման գործարան կառուցել, լուծելով ինչպես Գյումրիի, այնպես էլ Վանաձորի կենցաղային թափոնների խնդիրը։ 2 տարի առաջ Գյումրիի ավականին տվել էր ծրագրի նախնական համաձայնություն, բայց դեռ հողհատկացման հարց չի լուծվել, ինչից եւ դժգոհել էր Արմեկոտեկի հիմնադիր Միխայել Բադինը ազատությանը տված հարցազրույցում։ Ոնց կլինի 1 տարվա մեջ անցնենք հիմնական փուլերը ու գանք հողհատկացման, որ անցնենք ինչ որ երկրորդ փուլ, դրան հետեւաբար մնացած արդեն փուլերին անդրադառնանք, դե մենք լինում անընդհատ ինչ որ սա չի լինում, նա չի լինում, չենք կարող ճիշտ հասկանանք։ Ընկերության ղեկավարը ձգձգումները նաև պայմանավորել է երկու քաղաքներում կառավարման անորոշությամբ։ Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի ժամանակավոր ղեկավարն էլ նշեց, թե հիմնականում խնդիրը իրավական կողմին է վերաբերում։ Ամենայն դեպս քննարկում եղել է, այնտեղ ներդրում այն ծրագիր կար, որն ավելի շատ իրավական կողմը, այնտեղ մասնաբաժինների հետ կապված հարց կար։ Վերջում երկու կողմն է ծերնդու եղել, որ համապատասխան փոխհամագործակցության պայմանագիր կնքեն ու անցնին առաջ։ Իսկ հողհատկացումը վերաբերում է աղբի վերամշակման գործարան կառուցելուն, այլ ոչ քաղաքային աղբավայրի տեղափոխմանը։ 2 տարի քննարկումների փուլում գտնվող նախագծի մանրամասները քաղաքապետարանում նախատեսում են այս անգամ քննարկել ավականու արտահերթ նիստում, որը հետաձգվել է մինչև հուլիսի 15-ը։ Հասմիկ Թումասյանը, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ նորություններն ազգանային թարմացված լրահոսի հետևեք մեր հաջորդ թողարկումներում։